Այս խաղաղությունը դեռևս շատ նոր է եւ այս խաղաղությունը դեռևս շատ փխրուն է։ Եվ այս խաղաղության համար մենք շատ մեծ գին ենք վճարել, որպեսզի այն կորցնենք։ Եվ մենք ունենք հնարավորություն կանգնելու խաղաղությանը։ Մենք ունենք հնարավորություն տեղ կանգնելու մեր երկրին եւ մեր երեխաների ապագային։ Եվ մենք դա կարող ենք անել հունիսի 7-ին գնալով ընտրատեղամասեր, վերցնելով 16-րդ քվեաթերթիկը, վերցնելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը, վերցնելով քվեաթերթիկը, որի վրա գրված է նոր վարչապետի Նիկոլ Փաշինյանի անունը։ Այն խաղաղությունը, որ մեր երկրում հաստատվել է, մեր բոլոր արված աշխատանքները դարձնում է իմաստավոր։ Եվ կոյուղին, որը փոխվում է, եւ բակը, որը սարքվում է, եւ ֆուտբոլի դաշտը, եւ մանկապարտեզը, եւ դպրոցը։ Այդ ամեն ինչը իմաստ ունի, եթե մեր երեխաները շարունակելու են մեծանալ եւ զարգանալ խաղաղ պայմաններում։ Բայց այս փխրուն խաղաղությունը իրապես ձեր պաշտպանության կարիքը ունի։ Քանի արդեն 8 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշում, թե ինչ պետք է լինի իր երկրի ապագան եւ թե ինչ պետք է լինի իր երեխաների ապագան։ Ես ձեզ վստահեցնում եմ, շատ շատերին դուր չի գալիս, որ դուք եք որոշում մեր երկրի ապագան։ Շատ շատերը այդ իրավունքը ուզում են խլել մեզանից։ Շատ շատերը ուզում են իրենք որոշեն մեր փոքր խմբակներով, թե ինչ պետք է մենք ապրենք, ինչ երկրում պետք է ապրենք։ Ասեմ ավելին, շատ մարդիկ ուղարկում են մեր երկիր, որպեսզի մեր այդ իրավունքը մեզանից խլեն։ Եվ հունիսի 7-ին մենք այդ բոլոր մարդկանց, մենք այդ բոլոր ուժերին եւ այդ բոլոր երկրներին ուղարկելու ենք գրողի ծոցը, որովհետեւ հունիսի 7-ին եւ տեր կկանգնենք մեր երկրին, տեր կկանգնենք մեր ապագային եւ տեր կկանգնենք խաղաղությանը։ Երևան, տեր կանգնի խաղաղությանը։ Երևան, տեր կանգնի խաղաղությանը։ Բաքու, տեր կանգնի խաղաղությանը։ Բաքու, տեր կանգնի խաղաղությանը։ Սապերով ողջունենք ձեզ, բոլորներ, Ակուսիներով ողջուր հետևում են մեր պատուաններին, ողջունում ենք ձեզ, ողջունում ենք։ Չէ, հեսա գույքարդի հարցակալություն նաև, բայց բացատրեմ ինչի է քանդվել։ Այս հատվածը, որը որ դիմել եք, 60 հոդվածի հող է վստահաբար, այսինքն ինքն Չեմ, ընդունեցի։ Լենա, Ես ընդունեցի։ մարդու արդեն քանդված գույքի վրա Մենք գալիս ենք քաղաքապետարան, ասում ենք քաղաքապետարան գնա, հետ մենք քաղաքապետարան ասում ենք կադաստր գնա, կադաստրը Նա ձեր համարը ասեմ ձեր պատասխանում են թե դու բանը գնա գեոդեզիա, բռնի գեոդեզից պետ, հոգա տոկոլերը։ Չէ, հետ մենք կանենք, ինչ էլ կուտակվելա կմաքրենք։ Ցավը տանեմ, ասած չի Չէ, համաձայն եմ, ինչ էլ կուտակվելա սա բանը կմաքրենք։ 66 74 Անարդար բան չի։ 04 Դե անարդար որն է, անարդար է, էլի։
Ես ոդի մեջ չեմ խոսում։ Թաղապ հարություն եմ։ Իհարկե կտամ։ Ո՞վ է ինչքան եք վարվել արևի տակ երեխեք։ Արդեն հասցրել են վարվել։ Բայց լավ կպահեք։ Քեզ ու մի հատ է քեզ։ Երկու հատ ա ուզում։ Հատ է կա ախոր։ Լավ կպահեք։ Իհարկե։ Մի հատ էլ դու քրոջը։ Ես է քեզ։ Բայց բերեք կպցրեք։ Կպցրեք։ Բայց ես կպցնեմ շորի։ Սա Դնենք դա։ Ազել չենքի, որ տեսոր ենքան դաշտեք Սա հերգով կսարդի, բարև ձեզ Հավտաստինը մանկապարտել։ Եկեք երեխեք, ձախով եկեք, որ ձախով գա քաղաքապետը, եկեք սեր։ Դեր չենքի Վետերանների կառույց սարքել մեզ Անկորսն նազը։ Որնա, պասը, որնա Շենքի հավաքը տեղ է, ոնց եք Լավ, դուք ոնց եք։ Որ չենք նադա մեծացանք ֆուտբոլ չենք խաղում։ Վիլնյուսի 71 Դերում ես նենո Այս վերջնա, չէ, արդեն եզրնա, այս 9-ի եզրնա, չէ, արդեն 9-րդի եզրնա, չէ։ Ասում ենք եզրին արդեն։ Սենց Բակովիչն ենք, Ռուդոնուրա։ Հենա Ռուդոն, այսենց գնանք։ Սենց։ Ռուդ, Բակով չէ։ Բակով սենց։ Ան քաղաքապետ։ Բայց ստայ ոնց սող չկա։ Դե վա շատն սովորում են, այն շենքերի փակում։ Ոնց է։ Եկերոջս մամանա։ Քեզ ուզում ենք տեսնել երջանի, բայց պիտի տեսնենք քեզ դրա համար։ Քեզանից հայրենիքներ են փնտրել անդադար։ Ասա։ Mən ասեմ, որ մի հատ էլ իմ քույրիկի համար։ Հա, իհարկե, մի հատ քարտեզ կտակ։ Քարտեզ։ Արև ձեզ Արև Մի ձեզ քանի հատ տուր մոտս էլի։ Ուշադիր կվարվեք, լավ։ Իրան էլ ախոր համար։ Ան։ Երեխեքին արդեն բուկլետ չբաժանեն, թեման բռնել։ Բայց պրոբլեմը
Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ։ Մանգը չի թողնում։ Լավ։ Առողջ։ Սա երեխեք են խաղում, հա։ Հեսա կգան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Привет, պստո։ Ոնց ես։ Քարտեզ ունում ես։ Քարտեզ տամ քեզ մի հատ։ Արի, բայց լավ ուշադիր կհետևես։ Գիտես, մեր երկիրն է։ Աղաղ երկիրը մեր։ Այք ոնց եք։ Ոնց է։ Այս բասկետբոլի դաշտը, հա։ Հին դաշտերից է։ Պետք է սարքենք։ Խաղում եք։ Սեն օրը խոտը հանեցին, Հա։ ասին պետք է դնան էս։ Պետք է փոխեն։ Հա, այս վրան դրած է, հա։ Պետք է փոխեն։ Ասֆալտա, հա։ Հարմացնել։ Ասֆալտա սովորական։ Բայց վրեն կողալիս նորա համբեր կա։ Հա։ Նացնեչ խոսան, դա։ Չկա։ Սիրելի երևանցիներ, սիրելի մասիվցիներ, ձեր բախում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեր թիմակիցների հետ միասին ես Տիգրան Լևավինյան, մեզ հետ Արսեն Թորոսյան, Արմենը Փամուկյան, մեր նոր գրասենյակի թիմը, մեր երիտասարդական կառույցի թիմը, եւ ողջունում ենք բոլորս ձեզ։ Այսօր ուզում ենք խոսել հատ այնքան քաղաքային խնդիրների մասին, ոնց վերաբերյալ ժամանակ առ ժամանակ իհարկե խոսում ենք, փոխում ենք կողմիները, այս դաշտի օգն ենք շուտով փոխելու, բայց այսօր ուզում ենք խոսել մի փոքր ավելի կարևորի մասին։ Դրա մասին ինչը մեր աշխատանքները իմաստավոր է դարձնում։ Իրականում վերջին տարիներին մեր երկիրը շատ մեծ դժվարությունների միջով է անցել եւ մենք շատ մեծ զրկանքներ ենք կրել, որպեսզի հանգենք մի միջավայրի, որը խաղաղ է։ Այս խաղաղ երկրի պայմաններում, որը որ դեռ նոր է, դեռևս շատ փխրուն է այդ խաղաղությունը, այս ամենը ունի պաշտպանության կարիք։ Այս պաշտպանությունը կարող է իրականացնել միմիայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Որովհետև արդեն 8 տարի է Հայաստանում Հայաստանի ապագան, մեր երեխաների ապագան որոշում եք միմիայն դուք։ Այդպես չի եղել։ Դա այդպես չի եղել։ Եղել է այլ ձև, մեր փոխարեն որոշել են տարբեր մարդիկ, տարբեր ուժեր, նույնիսկ տարբեր երկրներ։ Բայց այլևս մենք վերականգնել ենք մեր իրավունքը։ Մենք ենք որոշում, թե ինչ երկրում ենք ապրելու մենք, ինչ երկրում են ապրելու մեր երեխաները։ Եվ հունիսի 7-ին գնալով ընտրատեղամասեր եւ վերցնելով 16-րդ քվեաթերթիկը դուք տեղ եք կանգնելու ձեր երկրին։ Վերցնելով 16-րդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը դուք տեղ եք կանգնելու մեր երեխաների ապագային։ Վերցնելով 16-րդ համարի քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը, որի վրա նշված է մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը, դուք տեղ եք կանգնելու մեր խաղաղությանը, որը երաշխավորում է, որ այս երեխաները ապրելու են անապ երկնքի տակ, ապրելու են խաղաղ միջավայրում, մեծանալու են եւ ապրելու են մի երկրում, որը որ բոլոր հնարավորությունները իրենց տալիս է։ Եվ ուրեմն սիրելի երևանցիներ, սիրելի մասիվցիներ, հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր, վերցրեք 16-րդ քվեաթերթիկը եւ տեղ կանգնեք խաղաղությանը։ Երևան Տեր կանգնի խաղաղությանը։ Երևան Տեր կանգնի խաղաղությանը։ Երևան Տեր կանգնի խաղաղությանը։ Բասի Տեր կանգնի խաղաղությանը։ Բաբերը վերցնում են ժողովրդին։
Ասեմ ավելի ես ստիպված նաև թանում եմ, որովհետև որ չեք թանում, հետո դատախազությունն է գնում մերոնց հետևից, ասում եմ այն չեք թանդել։ Հստակ բոլոր կարգավիճակը հասկացիք ասեք։